Կան աղջիկներ, որոնց թվում է, որ հաջորդիվ բոլոր հարաբերությունները պիտի նույնը լինեն, եւ աղջիկներ, ովքեր տարանջատում են, որ սա այս մարդն է, այս մարդու պատմություններն են, այս մարդու տրավմաներն են, կարիերան բերել առաջին պլան, սա նաեւ հիասթափության եւ նոր հարաբերությունների պատրաստ չլինելու ինչ որ կետ է։ Կարծում եմ, հա, բռնեցի ինձ այն մտքին, որ տեսնում ինչ որ մեկ ամուսնանում, ասում եմ, վայ, լավ էլ ինչին է պետք է իրան այդ կյանքը ծանր է, դժվար է, ինչին է պետք։ Դու ինչ որ շրջան երջանիկ եղել ես այդ հարաբերությունների մեջ։ Այսինքն դու հեռացել ես սիրելով։ Հա։ Այդ փուլը ինչպես հաղթահարեցիր։ Շատ դժվար։ Անկեղծ շատ ծանր եմ տարել։ Ինձ համար ցավոտ է իրոք այն պահը, որ ես սիրահարվել եմ մի մարդու, ում հետ ես ապագա չունեի։ Ես իմ աչքի առաջ ունեմ իմ ծնողներին, ովքեր շատ սիրով են։ Մինչև վերջի տարիները մտածել եմ, որ այդ զգացմունքը իմ համար չի։ Ես չէի կարողանում ինձ պաշտպանել։ Այդ ժամանակ ես շատ չխոսքան, շատ փակ մարդ էի։ Արիվ աղջիկ եմ եղել։ Ինքդ քեզ պաշտպանել չկարողանալը նաև պայմանավորված է որոշակի վախերով։ Շատ վախկոտ եմ եղել, հա։ Իրոք վախկոտ մարդ եմ եղել, իսկ հիմա դարձել եմ հակառակը։ Հիմա շատ ռիսկային եմ։ Հիմա ինձ մի քիչ վախեցնելու շատ դժվար կստացվի, ինձ նեղել է հիմա շատ դժվար կստացվի։ Կյանքից ճանապարհը մի քիչ սառն է ինձ դարձրել։ Ստացվում է դու քո ընտանիքում պաշտպանություն գտնելուց հետո դրսում կարողացար ինքդ քեզ պաշտպանել։ Այս պահի դրությամբ իմ թիկունքը իմ ընտանիքն է։ Իսկ ժամանակին ինչու այդպես չէր։ Պապան արեց այնպիսի մի բան, որը իր համար էլ էր անսպասելի, նեղվելու էր, որ ես հակառակն եմ մտածել իմ պապայի մասին։ Ես տարիներ շարունակ մտածել եմ, որ ինքը շատ խիստ առանձնացված մի մարդ է, որ շփում չունի մեզ հետ, անձամբ իմ հետ։ Ժամանակի տենդենսներից է, հա, հաճախ նկատում ենք, որ համացանցում սկսում են հայտնի դառնալ մարդիկ, ովքեր առօրյա շփման մեջ շատ կոմպլեքսավորված են, փակ են, այսինքն իրենք էկրանի առաջ կարողանում են ազատ լինել, բայց իրենք ազատ են միայն տեսախցիկի առաջ։ Արդյոք TikTok-ը ինքնադրսևորման հնարավորություն էր այն մենակ աղջկա համար։ Միանշանակ։ Հենց այդ նույն TikTok-ը ինձ օգնեց, որ այդ կոմպլեքսներից ես ձերբազատվեմ։ Ափսոսում եմ այն տարիների համար, որոնք անցել են այդ տեսակ թամիով։ Դու տանում ունեիր կերպար գրեթե քեզ հասակակից, որը քեզ համար իդեալ էր։ Արդյոք իր իդեալ լինելու ֆոնին էր դու քեզ ավելի թերարժևորում։ Կարող է։ Քուրիկիս ընկալել եմ որպես իդեալական կերպար, ու ես իրան նման, քանի որ չեմ եղել, մենք իրոք շատ տարբեր ենք արտակնապես էլ։ Երևի դրա համար մտածել եմ, որ ես լավը չի։ Ես փոքրիկ խնդիր ուղղակի դարձրել եմ շատ մեծ պատմություն ինքս իմ ուղեղում։ Տարիների հետ սկսեցիր պայքարել քո արտաքինի դեմ եւ փոփոխությունների գնալ։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր Թամարա Սահակյանն է, Թամին, ողջույն Թամի։ Ողջույն։ Վերջին տարիներին քո գործունեությունը TikTok-ից եկավ հեռուստասերիալներ, հեռուստատեսություն։ Սա քեզ համար երազանք էր, նպատակի իրականացում էր, թե ինքնաբերաբար ստեղծված ճանապարհ էր։ Կարամ ասեմ, որ երեքը միասին, որովհետև ամեն ինչ ինքնաբերաբար է հասել էս ամեն ինչին այն կետին, որտեղ որ հիմա ես կամ, բայց նաև այդ փոքրիկ Թամի երազանքներից մեկն է եղել։ Փոքրուց միշտ նայել եմ, տեսել եմ ու շատ դուրս եկել է, երբ ես հայտնի դերասանուհիների էի տեսնում դրսում։ Միշտ երազել եմ, վայ, ինչ կլիներ, որ մի օր էլ ես այդտեղ հայտնվեի, ու ինքը իմ համար եղել է երազանք։ Չի եղել նպատակ։ Ես մտածել եմ, որ դա անհնարին մի բան է, որին ես չեմ կարող հասնել։ Ինչու։ Չգիտեմ, այն փոքրիկները, որ 90-ականների են, որ կիմանան, որ ասում են TV-ի մեջ ոնց է տեղավորվել այդ մարդը, մի մուլտիկ կար, եթե չեմ սխալվում այդ մասին։ Կարլսոնի մեջ էր, ճիշտ է։ Իմ համար այդ անհնարին մի բան էր։ Չգիտեմ։ Իմ համար sense երազանք էր, որը իրականացման ենթակա չէր։ Բայց տարիները ինձ ցույց տվեցին, որ այս աշխարհում չկա երազանք, կան նպատակներ ու կան դրան հասնելու ճանապարհներ։ Իսկ դու կարողանում ես քեզ համար նպատակներ սահմանել, թե դեռ կյանքը քո փոխարեն որոշումներ կայացնում է։ Դեռևս ես իմ նպատակները ինքս եմ գծում, իհարկե կյանքը հետաքրքիր նվերներ է ինձ մատուցում, որոնց հիման վրա ճանապարհս եւ հեշտանում է եւ դժվարանում է, բայց հիմնական նպատակները գծում եմ ես։ Ամենահետաքրքիր նվերները, որ ստացել ես կյանքից, որոնք են եղել։
շատ պատահական կերպով, երբ իմացա, որ Ելենայի մոտ կաստինգ կա, մտքիս կար, որ ես ուզում եմ Ելենայի մոտ գնամ, ու երբ ասում եմ, չէ, մի բանի մասին մտածում ես, ինքը գալիս է քո հետևից, եթե դա քոնն է։ Այդպես իմանում եմ ու առաջին անգամ գնում եմ վիդեոպրոբայի։ Մինչ այդ չեմ գնացել վիդեոպրոբաների, եղել եմ, որ զանգել են, ասել են, եկեք վիդեոպրոբայի, բայց կաստինգի, որ ինքս գնամ, չէր եղել։ Ասեցի, ես պետքա գնամ, ու այնտեղ շատ վախեցած էի։ Չգիտեմ, փորձ ունեի, բայց ահա որ վախեցած էի, ինձ թվում էր, որ ես չեմ արդարացնի Ելենայի պահանջները, նպատակները, բայց այնպես ստացվեց, որ ինձ շատ հավանեցին ու առաջարկեցին գլխավոր կերպար, չէի հավատում։ Անկեղծ չէի հավատում, որ ինձ առաջարկեցին գլխավոր կերպար, ինչքան էլ որ ես չունեի մեծ փորձ։ Փորձերս քիչ էին եւ ավելի մանր էին, քան գլխավոր կերպարը կարող էր պահանջել։ Իսկ հետո դա քեզ հեշտ տրվեց, թե բարդությունը այդտեղից սկսվեց։ Կարծում եմ, եթե ես տվյալ աշխատանքին մոտենայի մատների արանքով, հեշտ չէր տրվի, ավելի հեշտ կնայի այդ ամեն ինչին ու չէի ֆիքսվի ամեն դետալին, բայց քանի որ ես հասկանում էի, թե ինչ աստիճանի, ինչ մեծության պատասխանատվություն կա իմ վրա, ես ամեն օր, ամեն վայրկյան աշխատել եմ իմ վրա ու դա քաջայրը կփաստի, ամբողջ օրը մեր մոտ կռիվ ա եղել, մեր ռեժիսորն է քաջայրը, ամբողջ օրը եղել են դասընթացներ, վարժություններ ու կարելի ասել ինքն է հասցրել այն կետին, որ ես արդարացնեմ իրենց բոլոր սպասումները։ Ինչ կռիվներ էին լինում։ Վայ, չգիտեմ, մեծամասամբ ես սովորություն ունեմ նվնվալու։ Ամեն երկրորդ բառը ես նվնվում էի հենց այն ամենասկզբում, շատ sense ծանր էի խոսում։ Գիտեք ինչքան էր բարկանում, բայց ամեն անգամ ինքը չէր զլանում ու ամեն անգամ ինձ ուղում էր, որ այդպես եթեր չգնա ու ես իմ վրա աշխատեմ։ Ընթացքային ամեն ինչ դարձրեցի ու հասցրեցի այն կետին, որ այլ նկատողություններ չէր անում։ Իսկ դու գոհ էիր քո խաղից։ Սկզբում չէ։ Սկզբում շատ լարված եւ նայում էի եւ նկարվում։ Շատ լարված էի, որովհետև ես ինձ կողքից նայելուց եւ չէի հավանում, եւ սխալներ էի գտնում։ Եվ այն հիմքով էի սխալները գտնում, ինչը որ ինձ բացատրում էին հենց նկարահանման տաղավարում։ Այսինքն ես զգում էի, որ ինձ այստեղ նկատողություն էին արել, շատ ճիշտ տեղում, ուրեմն ես սրա վրա պետք է աշխատեմ, որովհետև կողքից դա իրոք օրինակ սիրուն չի նայվում կամ ճիշտ չի։ Իսկ երբ եկավ այն կետը, երբ սկսեցիր գոհ մնալ քո խաղից։ Հարսնաձորի լեգենդում։ Չէ, ամբողջ մարիա ընթացքում ես աշխատել եմ իմ վրա շատ մանրակրկիտ։ Հարսնաձորի լեգենդում ինչ որ չափով ցանածս վերքն եմ օգտագործել։ Այն մտքով, որ ես մի տարի տանջվել եմ իմ վրա, իսկ հիմա ավելի հանգիստ եմ նկարահանվում, որովհետև ունեմ հիմքեր դրված, որոնք բավականին ինձ օգնել են։ Թամի աղջիկը, որի համար հեռուստատեսությունում հայտնվելը անհնարին մի բան էր, ինչ նպատակներով էր մեծանում, որտեղ էր տեսնում իր ապագան։ Այ, ես ապագաս այստեղ չէի տեսնում։ Հայաստանում։ Եվ Հայաստանում, եւ TV-ում չէի տեսնում, ինձ ընդհանրապես։ Ես եղել եմ նկարչուհի դիզայներ, աշխատել եմ 2 տարի այդ բնակավարում, Արամ Նիկոլյանի մոտ եմ աշխատել ու մասնակցել եմ Հայաստանի գրեթե բոլոր համերգներին։ Իմ համար նպատակ էր, որ ես պետք է գնամ արտասահմանում սովորեմ հենց այդ գծով, այսինքն այստեղ սովորել եմ, բայց նաև մագիստրատուրաս այնտեղ տամ, լրիվ ուրիշ ուղղությամբ է ինձ պատկերացնում, լրիվ ուրիշ վայրում, ուրիշ բնակավարում։ Իսկ ինչպես փոխվեց ամեն բան։ TikTok-ի շնորհիվ։ TikTok-ի շնորհիվ ես հաղթահարեցի իմ կոմպլեքսները։ Հետո այնտեղից արդեն սկսեց այն ամենը, որ ինձ տարբեր պրոյեկտներ հրավիրեցին, հավանելով իմ խաղը, հավանելով իմ միմիկաները ու հասկանալով, որ ինձ է սֆերան դուր է գալիս ու այստեղ ես ուզում եմ մնամ, ես գնացի թատերական ու անհատական դասընթացներ անցա մի քանի ամիս։ Դու TikTok-ում ի սկզբանե շատ ակտիվ տեսանյութեր էիր հրապարակում, հետո եկավ մի շրջան, երբ քո տեսանյութերը այլևս չէին հայտնվում մեծ աուդիտորիայի ուշադրության կենտրոնում, այսինքն սկզբում դու հասնում էիր մեծ լսարանի, հետո այդ ամեն ինչը սկսեց լսարանի ուշադրության կենտրոնում չհայտնվել, հետո եկան հեռուստասերիալները, այսինքն այսպես վայրի վերումներով, հայ եղավ քո ճանապարհը, ինչով էր դա պայմանավորված։ Ցանկությունով։
Այսինքն իմ մոտ ժամանակ էր գալիս, որ ես ցանկություն ունեի այդ ամեն ինչով զբաղվելու, ժամանակ էր գալիս, որ ես այդ ամեն ինչից հիասթափվում էի։ Ինչու՞։ Որովհետև ամենասկզբում, չգիտեմ կհիշես թե չէ, բայց ավելի մանկական էր իմ կոնտենտը։ Բայց մեր հայերը տարբերակ էին գտնում տակը վատ կոմենտներ գրելու ու այն ժամանակ ես այդ ամեն ինչին շատ ծանր էի նայում։ Իրոք շատ ծանր էի նայում։ Երբ հասկացա, որ ես պետք է առաջնահերթ նայեմ adekvat կարծիքներին, նայեմ ինչքանով այդ կարծիքները ճիշտ, ինչքանով է հիմնավորված, ես նայում էի նրան, որ օй ինձ վատ կոմենտ են գրել, ուրեմն այս ամեն ինչ պետք է մի հատ դադարեցնեմ, արդյոք այս ամեն ինչ պետք է, չէ, ես ինչ որ սխալ ուղու վրա եմ, ես չէի ընկալում, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ ու կարող է շատերի կարծիքներ ուղղակի իրականության հետ համապատասխան չլինեն։ Այսինքն վատ կոմենտ գրեն, բայց իրականում դա շատ նորմալ վիդեո լինի։ Իսկ ինչպես կարողացար քո մեջ զտել քո կարծիքը հասարակության կարծիքից։ Ծնողներս օգնեցին։ Մի պահ եկա, որ ինձ թվաց, որ հայրիկս այդ ամբողջը տեսնի, կարող է ինձ արգելի ես TikTok-ով զբաղվեմ, վիդեոներ տեղադրեմ, ու երբ հասավ մի պահ, որ ես իրոք դեպրեսիայի մեջ ընկա ու իմ ծնողները հասկացան, ավելի ճիշտ իմացան, որ ես դեպրեսիայի մեջ եմ ու իմացան, թե ինչի պատճառով, իրենք սկսեցին նայել այդ կոմենտները, նայել վիդեոները ու ինձ հետ նստեցին, խոսեցին, բացատրեցին, որ մարդիկ ունենում են տարբեր կարծիքներ ու դա նորմալ է։ Ես մտածում եմ, որ իրենք կարող են սխալ հասկանալ, իրենք այդ ամեն ինչին կարող են ծանր նայել, բայց հակառակը ես հենց իրենց կողմից ստացա այն թիկունքը, այն ամենը, այն ուժը, ինչը որ ինձ պետք էր առաջ գնալու համար։ Այս դեպքում ավելի մեծ էր մայրիկի թե հայրիկի աջակցությունը։ Ես կասեմ երկուսինն էլ։ Իրոք երկուսինն էլ, որովհետև պահեր են եղել, որ մենակ մամայի աջակցությունը քիչ է եղել ինձ։ Նման պարագաներում մեծ մասամբ մայրիկի աջակցությանը ավելի շատ ենք ապավինում, հայրիկի աջակցությունը երբեմն ավելի անկանխատեսելի է լինում։ Քեզ համար ավելի անսպասելի էր հայրիկի աջակցությունը։ Հա։ Շատ անսպասելի էր։ Պահ է եղել, որ իրոք շատ անսպասելի է եղել։ Ես ընկալում էի, որ եթե իմ հայրիկը խիստ է, ուրեմն այս ամեն ինչին այս կերպ կնայի, բայց ես հասկացա, որ ինչքան էլ ինքը խիստ է, ամեն հարց նայում է ինքը իմ կողմից։ Ու այնքան հաճելի էր այդ պահը, ինչ որ չափով էլ նեղվելու էր, որ ես հակառակն եմ մտածել իմ պապայի մասին։ Դու մինչև այդ առիթ չէիր ունեցել ծնողներիդ հետ ավելի շատ ընկերություն անելու եւ իրար ավելի լավ ճանաչելու, որ քեզ համար ավելի կանխատեսելի լիներ իրենց մոտեցումը, կարծիքը, թե հայրիկը արեց մի բան, որը հենց ինքն իր համար էր անսպասելի։ Ես կասեի, որ պապան արեց այնպիսի մի բան, որը իր համար էր անսպասելի, որովհետև այն, որ ես տարիներ առաջ սկսեցի նկարահանվել, մեր բարեկամները որ տեսնում էին, ասում էին, ոնց, պապա թողել է, ասում, հա, պապան է ինձ տանում նկարահանման։ Այսինքն բոլորի համար էր ապշելի այն փաստը, որ իմ պապան կարող է այդ ամեն ինչը նորմալ նայի ու ինձ թույլ տա։ Ինչու՞։ Իմ պապան շատ խիստ է միշտ եղել։ Ես տարիներ շարունակ մտածել եմ, որ ինքը շատ խիստ առանձնացված մի մարդ է, ով որ շփում չունի մեզ հետ, անձամբ իմ հետ, բայց հետո տարիների ընթացքում մենք մոտեցանք, շատ մոտ ընկերներ դարձանք, հիմա իմ պապան իմ համար իմ շատ մոտիկ ընկերների խմբի մեջ է, այսինքն ինձ մոտ է քույրիկս, մամաս ու պապաս, ես իրանց հետ շատ մոտ եմ, իրանց հետ կարող եմ ամեն ինչ քննարկել, բայց անսպասելի էր իմ համար պապայի այդ վերաբերմունքը դեպի նմանատիպ հարցեր։ Այսինքն քո եւ հայրիկի ընկերությունը սկսվեց հենց այս մեկնաբանություններից հետո։ Կարելի ասել, հա։ Իսկ ինչպես խիստ եւ առանձնացված պապայի հետ սկսեցիր ընկերություն անել։ Ուղղակի նմանատիպ թեմաներ եղան ու շատ եղան։ Դրանից առաջ մի քանի քայլ եղել են նմանատիպ, երբ համասարանում եմ նմանատիպ խնդիրների առաջ կանգնել։ Մի պահ եկավ, որ ես համասարանից շատ բարկացած կարողա տուն գայի ու ես էլ իմ մեջ էի ամեն ինչ պահում։ Բայց բարկությունից հայրիկս հասկանում էր, որ ինչ որ բան, այն չի, որ մի բան կատարվել է ու գնում գալիս հարցեր էր տալիս։ Այնքան էր հարցեր տալիս, որ եթե ես պատմության 10%-ն իրան պատմի, ինքը 90% արդեն կռահում էր։ Այդ տեղից մոտավորապես սկսեցին մեր հարաբերությունները ավելի մերվել։ Իսկ ինչ էր տեղի ունենում, որ դու միշտ բարկացած էիր գալիս տուն։ Մեր աղջիկների խումբ էր, ու միշտ աղջիկների մեջ խնդիրները շատ են լինում, անկեղծ շատ են լինում։ Ինչու՞։
Երբ համալսարանում էի սովորում, ես սովորել եմ մանկավարժական համալսարանում, որը Ալեք Մանուկյանում է գտնվում։ Ֆիզկուլտ համալսարանի կողքին։ Այնտեղի տղաները շատ սեր ունեին գալ կանգնել մեր համալսարանի առաջ ու տեսնել ինչ սիրուն աղջիկ կա, իր հետ փորձեն ծանոթանալ ու շատ էին իմ հանդեպ քայլեր անում, բայց քանի որ ես չէի ընդունում, իմ կուրսի աղջիկները իմ հետ իրենց հարաբերությունները խզել էին ու անընդհատ արտահայտվում էին. «Օй, Թամիկը ոչ մեկին չի հավանում, ես ինչ գոռոզ է, այսպես է, այնպես է», ու դա կարող էր թեմա դառնալ այն աստիճան, որ նույնիսկ մեր աղջիկների խմբում կռիվ դառնար։ Այսինքն իրանք կարող է այդ տղայի համար գային իմ հետ կռիվ։ Ինչի՞ դու այդ տղային շանս չտվեցիր, ասում եղեք, իսկ մի հատ հարց, դա ձեզ ինչքան բա վերաբերում։ Ընդհանրապես չի վերաբերում դա ձեզ։ Ու տենց թեմաներ էին լինում, հետո որովհետև ես չէի կարողանում ինձ պաշտպանել։ Այդ ժամանակ ես շատ չխոսքան, շատ փակ մարդ էի։ Ես մաքսիմում կարող եմ ասել ինչքանով է դա ձեր խնդիրը։ Ու վերջ։ Ու երբ այդ ամեն ինչը ես ներսս էի պահում, ուղղակի բարկությունից չգիտեի ինչ անել։ Երբ սկսեցի հայրիկի հետ ավելի մոտ ընկերական շփում ունենալ, ինչ որ չափով այդ ամեն ինչը երբ իրեն պատմում էի, ինքնից ուղղություններ էր տալիս, թե այդ հարցում ինչպես կարելի է պատասխանել, որ մարդիկ իրոք իրենց քիթը չխոթեն քո կյանք։ Այդ ամեն ինչը ինձ շատ փոխեց ոչ թե այդ ընթացքում շատ քիչ է փոխել։ Այնքանով է փոխել, որ ես ուղղակի կարողանում եի սահմանը դնել ու պահանջել, որ այդ սահմանը ոչ ոք չխախտի։ Բայց դրանից հետո եմ ես հասկացել, թե ինչպես ինքդ քեզ կարող ես պաշտպանել, բացի սահման դնելուց։ Ինքնաբերաբար այնպես ստացվեց, որ ես ավելի շատ իրանց հետ չէի շփվում, քան շփվում եւ քննարկում էի այն թեմաներ, որոնք իրենց պետք էր։ Դու ընկերուհիներ առհասարակ չունեիր։ Ունեի, բայց իմ ընկերուհին էլ էր այդ տեսակի, որ չխոսքան էր, շատ համեստ էր, իրեն կարող էին շատ նեղել, մինչ օրս մենք շատ մոտ ընկերուհիներ ենք, ինքը չի փոխվել, ես փոխվել եմ։ Չգիտեմ, երևի բարին էլ էդ էր։ Ինձ համալսարանն է կոփել։ Մինչ այդ ես շատ բարի, շատ ոնց որ ժողովուրդը կասի, հարիվ աղջիկ եմ եղել։ Հիմա շատ ուրախ եմ, որ այդպես չեմ։ Ինչով էր դրսևորվում դա։ Ես չէի խոսի, երբեք ինքս ինձ չէի պաշտպանի։ Դու չէիր կարողանում քո անձնային սահմանները ճիշտ գծել։ Ես չէի կարողանում պատասխան տալ, երբ ինձ փորձում էին նեղել։ Այսինքն մարդկանց հաջողվում էր քեզ նեղացնել։ Հա, շատ հեշտ էի նեղվում, շատ հեշտ էի լացում, շատ հեշտ էր իմ անձը նեղացնելը։ Ինքդ քեզ պաշտպանել չկարողանալը նաև պայմանավորված է որոշակի վախերով։ Շատ վախկոտ եմ եղել, հա։ Իրոք վախկոտ մարդ եմ եղել, իսկ հիմա դարձել եմ հակառակը։ Հիմա շատ ռիսկային եմ։ Հիմա շատ ինքնավստահ եմ շատ հարցերում։ Հիմա ինձ մի քիչ վախեցնելու շատ դժվար կստացվի, ինձ նեղելը հիմա շատ դժվար կստացվի։ Այսինքն ես հիմա չեմ նեղանա անծանոթ մարդկանցից, չեմ նեղանա հեռու մարդկանցից։ Ինձ կարող են միայն նեղացնել այն մոտիկ մարդիկ, ովքեր շատ կոպիտ ասած իմ թույլ տեղերը գիտեն, բայց այդ էլ ինչ որ չափով հիմա իրանց չի հաջողվի, որովհետև կյանքից ճանապարհը մի քիչ սառն է ինձ դարձրել։ Թամի, այս առումով քեզ համար կարևոր էր քո ընտանիքում պաշտպանություն գտնելը, որ ստացվում է դու քո ընտանիքում պաշտպանություն գտնելուց հետո դրսում կարողացար ինքդ քեզ պաշտպանել։ Հենց այդպես է ստացվում, որովհետև այս պահի դրությամբ իմ թիկունքը իմ ընտանիքն է, ամեն հարցում։ Իսկ ժամանակին ինչու այդպես չէր։ Ես շփվող չէի։ Ես երբեք չէի պատմի մերոնց ես ինչ խնդիրներ ունեմ կամ խնդիրներ ունեմ առհասարակ թե ոչ։ Ես շատ փակ երեխա էի։ Ինձ մաման ասում էր դու այնտեղ որ, չգիտեմ, միտեղ որ նստեիր 5 ժամ կարող էիր այնտեղ լուր մենակ մնայիր։ Այսինքն ես կարող էի սուփուս ժամերով մնալ ոչ մեկի հետ ոչինչ չխոսեի, ոչ մի բան չքննարկեի ու ոչ մի բան չպատմեի։ Դու նշեցիր նաև, որ պապան շատ խիստ էր։ Քո վախը նաև այդ խստությունից էր ձևավորվել։ Ինչ որ չափով հա, որովհետև մամաս էլ է խիստ եղել, ծնողներս առհասարակ շատ խիստ են եղել։ Ես այն ժամանակ մտածում էի, որ եթե ես կիսվեմ, կարող է ինձ չհասկանան։ Ու երբ որ պահը հասավ այն կետին, որ ես ստիպված կիսվեցի 1-2 պատմությունը, ես տեսա, որ ինձ հասկանում են, այդտեղից հասկացա, որ իրանք են իմ մեջքը, իրենք են իմ թիկունքը, իրենց հետ ես կարող եմ կիսվել ինչ որ պետքն է կամ ինչ որ իմ կյանքում կատարվում է
ու իրենք ամեն հարցով ինձ կօգնեն։ Բայց մինչ այդ այդ տպավորությունը չի եղել իմ մոտ։ Ու ես մեկ-մեկ ափսոսում եմ այն տարիների համար, որոնք անցել են այդ տեսակ թամիով, այսինքն պարփակված, չշփվող, չկիսվող։ Իսկ թամին այդ ժամանակ կարիք ուներ խոսելու, թե ինքը այնքան էր սովորել իր մենակությանը, որ կարիք էլ չուներ խոսելու։ Չէ, այդ ժամանակ ընդհանրապես կարիք չունեի խոսելու։ Այսինքն այնպես չէր, որ ես մերոնց հետ եթե չէի խոսում, ընկերուհիներ ունեի, ում հետ խոսում էի, չէ։ Ամբողջը ներսս էի պահում։ Թամի իմ գործընկեր Լուսին Օրգանիքսի կողմից նվեր ունես, սա իրենց վիտամին C շիճուկն է, բեսթսելեր, ես չգիտեմ դու օգտագործել ես, թե առաջին անգամ ես օգտագործել ես, ես փոփ։ Չէ, ճիշտն ասած, բայց կփորձեմ։ Ես քեզ շնորհավորում եմ, որովհետև փորձելուց հետո շատ մեծ տարբերություն է զգալու մաշկիդ որակի վրա, իմ ամենասիրելի խնամքի միջոցներից է եւ օգտագործելուց հետո հասկացել եմ, որ ուղղակի must have է խնամքի միջոցների մեջ, սա շատ հզոր հակաօքսիդանտ է, վիտամին C-ի կայուն ձևն է, որովհետև կան վիտամին C-ի ձևեր, որոնք ցերեկային ժամերի չի կարելի օգտագործել, դրանք չեզոքանում են, բայց այս ձևը կայուն է եւ կարող ես օգտագործել թե ցերեկային, թե երեկոյան ժամերին, հավասարեցնում է մաշկի գույնը, պաշտպանում է արտաքին միջավայրի հասցրած վնասներից եւ վերականգնում է վնասված մաշկը, ինչպես նաեւ ժամանակի ամենամեծ խնդիրը, երբ ժամանակը աշխատում է մեր դեմ, այն պայքարում է տարիքային գծերի դեմ։ Շնորհակալ եմ շատ, անպայման կփորձեմ։ Սիրով։ Ժամանակի տենդենսներից է, հաճախ նկատում ենք, որ համացանցում սկսում են հայտնի դառնալ մարդիկ, ովքեր առօրյա շփման մեջ շատ կոմպլեքսավորված են, փակ են, այսինքն իրենք էկրանի առաջ կարողանում են ազատ լինել, բայց իրենք ազատ են միայն տեսախցիկի առաջ, որի հետևում որևէ մեկը կանգնած չէ։ Այսինքն այդտեղ իրենք մենակ են եւ դա ինքնադրսևորման հնարավորություն է։ Արդյոք TikTok-ը ինքնադրսևորման հնարավորություն էր այն մենակ աղջկա համար։ Միանշանակ։ Գիտեք ինչի, այն սկզբում երբ ես TikTok էի նկարում, սենյակում ոչ ոք չպետք է լիներ։ Եթե մերոնք գալիս էին իմ սենյակի կողքը, նույնիսկ կողքով անցնում էին, երաժշտությունը կլսեին կամ ինչ-որ խոսք կլսեին, որ ես նկարում էի, ես իրենց խնդրում էի, որ իրենք հեռու գնան, որովհետև ես շատ քաշվում էի, նույնիսկ քաշվում էի այն ժամանակ, երբ մերոնք իմ վիդեոները նայում էին իմ ներկայությամբ։ Շատ էի քաշվում, բայց ժամանակի ընթացքում հենց այդ նույն TikTok-ը ինձ օգնեց, որ այդ կոմպլեքսներից ես ձերբազատվեմ։ Ինչպես։ Որովհետև բացի այդ վատ կոմենտներից նաև ստանում էի շատ լավ կոմենտներ։ Բացի այդ վատ կոմենտներից ես դրսում մարդկանց էի հանդիպում, ովքեր ինձ տեսնում էին, ասում էին, «Ես ինչ լավն ես դու, մենք քո այս վիդեոն ենք տեսել, այն վիդեոն ենք տեսել», ու մարդկանց վերաբերմունքից եմ ես փոխվել։ Ստացվում է, որ դու ինչ-որ առումով կարիք ունեիր հասարակության գնահատականի, որը կազդեր նաև քո ինքնագնահատականի վրա։ Քեզ պետք էր հասկանալ, որ հասարակությունը ընդունում է քո անձը, որից հետո դու ընդունեցիր քո անձը։ Ես կվերլուծեի այսպես, որ ես մանկությունից ունեմ ինքս ինձ թերհավատորեն վերաբերվելու մի գիծ, որը ինձ խանգարում է, բայց երբ կողքից տեսել եմ, որ մարդիկ ասում են, չէ, ոչ թե սա թերի է, այլ շատ լավն է, օրինակ եմ բերում, կամ ոչ թե սա շատ վատն է, այլ միջին է, ինչ որ չափով իմ աշխարհայացքը իրենք փոխեցին։ Ես ունեի կոմպլեքսներ, շատ կոմպլեքսներ, բայց հետո ընթացքային հասկացա, որ դրանք այն կոմպլեքսները, որոնք որ ես համար մի օրինակ, ինչ որ մի բան, որ ին վրա գեշ է, մարդիկ դա ավելի գեղեցիկ էին ընդունում։ Ու նույնիսկ կարող է հենց դրա մասին ինչ որ կոմենտ գրեին, լավ։ Իրանք իրոք փոխում են կարծիքս, փոխել են կարծիքս ինքս իմ մասին։ Իսկ ինչու այն ժամանակ դու քեզ չէիր կարողանում ընդունել, որովհետև մի բան է լինել պարփակված, մի ուրիշ բան է կռիվ ունենալ սեփական եսի հետ։ Շատ կոմպլեքսներ ունեի, որոնց վրա ես ազդեցություն չունեի։ Օրինակ, նիհարությունս։ Ես այսպեսին չեմ եղել, ես այս բոյին եղել եմ մոտ 10-15 կիլոգրամ պակաս ու միշտ։ Այսինքն տարիներ շարունակ ես այդքան նիհար եմ եղել ու մարդիկ միշտ դա մատնանշում էին, ոյ շատ նիհար ես, հո խնդիր չկա, հո ինչ որ մի բան չի կատարվում, բայց դա կոմպլեքս էր դարձել իմ մոտ։ Իմ բոյն է իմ կոմպլեքս ինձ համար եղել։ Իմ բոյը իմ համար կոմպլեքս է եղել, իմ քաշը իմ համար կոմպլեքս է եղել, իմ քիթիկն է իմ համար կոմպլեքս եղել։
Չգիտեմ, նաև գալիս է այդ նրանից, որ մեր հասարակությունը սովորություն ունի մատնանշելու մարդու թեկուզ փոքրիկ ու չնչին մինուսները, բայց դա տարիներ շարունակ լինելով իմ կյանքում շատ մեծ հետքեր թողել։ Տարիների հետ սկսեցիր պայքարել քո արտաքինի դեմ եւ փոփոխությունների գնալ։ Փոփոխություններ արել եմ, բայց ոչ շատ գլոբալ։ Մարդիկ շատ քննարկում են այն, որ ես օրինակ իմ շուրթունքներն եմ լցրել, ու իրանք միշտ գրում են, «Էս ինչ շատ է լցրել», իրականում բավականին քիչ է լցրել։ Ես շատ սիրուն ու շատ միջին չափի, այսպես ասեմ, շուրթունքներ եմ ունեցել, բայց ունեցել եմ անսիմետրիա, դրանից էլ եմ նեղվել։ Ես լինելով նկարչուհի, այդ անսիմետրիան, գիտեք, ինչ արտահայտիչ կերպով էի տեսնում, ու ես հասկանում եմ, որ հիմա շատ տարիներ անց այդ ամեն ինչին հետ նայելով հասկանում եմ, որ ես փոքրիկ խնդիր ուղղակի դարձրել եմ շատ մեծ պատմություն ինքս իմ ուղեղում։ Իմ քիթիկն է իմ համար շատ մեծ խնդիր եղել։ Հա, գարբինկա ունեցել եմ, այստեղ sense ուրացություն բավականին ունեցել եմ, հայկական քիթ եմ ունեցել, բայց հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այդքան վատ չի եղել, ինչքան որ ես եմ ծանր դա տարել։ Թամի փոփոխություններից հետո սկսեցիր քեզ ընդունել, թե այստեղ հարցերդ լուծեցիր, հետո սկսեցիր քեզ ընդունել։ Առաջի փոփոխությունից հետո եմ կարողացել այստեղ կարգի բերել, երբ ես 38 կիլոգրամ էի, պապան ասեց, լավ, արի պայման տնենք, համ ուզում ես չաղանաս, համ քիթիկդ ես ուզում վիրահատել, շնչառական էլ շատ ուժեղ խնդիր ունեի։ Ասում եմ, դարձիր 45 կիլոգրամ, մենք գնում ենք քիթիկդ վիրահատելու։ Ես ընկնում եմ դեպրեսիայի մեջ ու ավելի եմ նիհարում։ Որ դեպրեսիայի մեջ եմ ընկնում, պապան այդ պայմանը չեղյալ է հայտարարում ու ասում է, մենք գնում ենք քո քիթը վիրահատելու, խնդրում եմ, պետք չի այդքան ծանրացնել։ Այսինքն դու այդ պայմանականությունից էիր ընկել դեպրեսիայի մեջ։ Ախորժակս էլ ավելի էր փակվել, ես չէի կարողանում ուտել, ես ոչ մի բան չէի կարողանում անել, որ չէի կարողանում ուտել ու ախորժակս փակեր, ես դրանից սկսում էի լացել անընդհատ։ Ինչ որ դեպրեսիայի մեջ էի ընկել ու շատ սխալ էր այդ ամենը։ Մի պահ եկավ, որ իմ հետ պապան շատ ծանր խոսակցություն ունեցավ հենց այդ թեմայով։ Դրանից հետո ես թափվեցի, բայց դրանից մոտավորապես 7 օր հետո քիթիկս վիրահատեցինք։ Ինչ խոսակցություն էր դա։ Որ ամեն ինչ չէ, որ պետքա սրտին այդքան մոտ տանել։ Ես շատ ծանր էի տանում, ես ամեն օր լացում էի։ Հիմա նայում եմ, հետ ասեմ ինչի համար։ Ինչն է այդքան խնդիր եղել, որ ես այդքան ծանր եմ տարել, բայց հասկանում եմ, որ մեծամասամբ խնդիրները ինքներս ենք մեզ համար ստեղծում կամ ինքներս ենք մեր աչքին դա մեծացնում։ Դրանից հետո, քիթիկի վիրահատությունից հետո, ես սկսեցի վիդեոներ նկարել։ Հենց գիպսը հանել եմ։ Նույն պահից սկսել եմ TikTok այն ժամանակ Musical.ly-ներ նկարել, ու ես սկսել եմ ինձ դուր գալ։ Ու անընդհատ ես ինքս ինձ կրկնում էի, Թամի, պետք չի այդ ամենին ծանր վերաբերվել, եւ երբ ինչ-որ մի հարցի ես շատ ծանր էի նայում։ Հենց սկսում էի նեղվել, ասում էի, «Վсё, մի րոպե, խորշուն չենք քաշում, մոռանում ենք այդ մասին, այդ խնդիր չի, այդ լուծվող հարց է» ու այդ դարավ սովորություն իմ մոտ։ Հիմա երբ ես ինչ-որ խնդրի առաջ եմ կանգնում, մի քանի րոպե ուղղակի լռություն եմ պահպանում, մի քանի անգամ խորշուն չեմ քաշում ու փորձում եմ ինքս ինձ համոզել, որ դա լուծվող հարց է, որովհետև մինչ օրս չեմ հանդիպել այնպիսի հարցի, այնպիսի խնդրի, որը լուծել հնարավոր չի։ Շնորհակալություն ասում, որ նմանատիպ խնդրի առաջ չեմ կանգնել, բայց այդ ինձ ուժ է տալիս, որ ընկալում եմ անլուծելի ոչ մի բան չկա։ Քո այն ամենաանհոգ տարիները, որոնք որպես կանոն լինում են այդ ուսանողական ուրախ շրջանը, թեթև տարիները, որտեղ դու որպես այդպեսին լուծելու խնդիրներ շատ չունես, բացի քո ուսման վրա կենտրոնանալը, ընկերների հետ ժամանակ անցկացնելը եւ այլն, քեզ համար շատ դեպրեսիվ են եղել։ Առաջի 1 տարի ես առաջի կուրսի վերջում եմ քիթիկս վիրահատել, առաջի կուրսում եմ ունեցել խնդիրներ համալսարանում, խնդիրների լուծումը պապայի հետ տվեցինք, երկրորդ կուրսից սկսած ես կարող եմ ասել, որ ես իմ ուսանողական տարիները ուղղակի վայելել եմ, որովհետև երկրորդ, երրորդ կուրսից էլ աշխատել եմ Նիկոլյանի հետ ու մենք մասնակցում էինք տարբեր համերգների, որտեղ շատ պարողներ դուրս են եկել բեմ իմ ոճավորած հագուստներով։
Այդ իմ համար շատ մեծ ստիմուլ էր, այդ իմ համար շատ մեծ քայլ էր, որին որ ես հասել էի, այդ պահին ես սկսել էի գնահատել, թե ես ինչեր եմ կարողանում անել։ Թամի իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Իմպլանտումը Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկաներից մեկն է։ Ստոմատոլոգիական ճյուղի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, իսկ կոսմետոլոգիական ուղղությունը զարգացնում է Ելենան Ադամյան, որը ոչ միայն այստեղ դասավանդում է բժշկական համալսարանում, ամենակարևորը ունի բժշկական կրթություն, օդից չի ընկել կոսմետոլոգիայի ոլորտ, ինչպես շատերը ցավոք սրտի, այլև շատ հաճախ վերապատրաստվում է արտերկրում եւ ժամանակի տենդենսներին համապատասխան զարգացնում է նաեւ իր բժշկական գիտելիքները։ Շնորհակալ եմ։ Էսթետիկ միջամտությունների ոլորտում անդադար տենդենսները փոխվում են, որովհետև սա մեզ զուգահեռ զարգացող բժշկության ճյուղ է։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը շատ հաճախ է վերապատրաստվում արտերկրում եւ մեզ կպատմի ժամանակակից տենդենսների մասին։ Ողջույն Ելենա։ Ողջույն։ Երևի թե այն, ինչ էսթետիկ միջամտությունների ոլորտում արդի էր 3 տարի առաջ, այսօր արդեն հին է համարվում։ Ինչ փոփոխություններ ունենք այս ոլորտում։ Այո, Ամալիա ջան, եթե ուշադիր լինենք 2024 թվին եւ 2026 թիվը լրիվ այլ պատկեր է, եթե 2 տարի առաջ մարդիկ ձգտում էին ավելի արհեստական դիմագծերին, այսօր ի ուրախություն ինձ բոլորը ձգտում են ավելի բնական տեսք ունենալու, մաշկի առողջությանը, ցանկացած պրոցեդուրայի մեջ ընդգծված է բնական լինելը։ Եթե 2 տարի առաջ բոլորը ձգտում էին վերցնենք բոտուլինոթերապիայի մեջ անշարժ միմիկաները, սառը հայացքը, այսօր արդեն մարդիկ իրենք են ասում, որ այնպես լինի, որ բնական միմիկական շարժումները պահպանվեն, պարզապես կնճիռները վերանան։ Այսինքն հիմա ավելի կանխարգելիչ նպատակով ենք, իրագործում։ Նույն շրթունքների պարագայում այն մարդիկ, ովքեր որ շատ ֆիլեր ունեն ներարկած, արդեն հեռացնում են եւ ձգտում են ավելի բնական ուրվագծին։ Այսօր շատ է փոխվել շուկան, տենդենսը եւ դա նաեւ գալիս է մեր հոլիվուդյան դերասանուհիների թելադրածից, այս պայն իրենք բնական տեսք ունեն եւ անգամ կան կնճիռներ, որոնք իրենք ցույց են տալիս, բայց ավելի խնամված տեսքով են հանդես գալիս։ Ինչ նորամուծություններ կան այս ոլորտում։ Հիմա շատ տարածված է բարբի բոտոքս ասվածը, այլ անվանում ունի։ Բժշկական անվանումը դա տրապտոքս ասված է, այսինքն տրապեցիուս մկանների հատվածում բոտուլինոտոքսինի միջոցով ներարկում է կատարվում։ Ուսային հատվածի մկանները, որտեղ շատ գերլարված են լինում եւ բերում են ողնաշարային դիրքի որոշակի կծկված լինելուն, այդ ժողովրդի լեզվով ասված կուզ ասվածը, տվյալ հատվածում մկանները մի փոքր թուլացնում ենք, դա իհարկե բերում է կոմֆորտ զգացողության, այնուհետև պրոցեդուրան կատարելիս հասկացել են, որ դա նաև ուղղում է ողնաշարը եւ ավելի գեղեցիկ է դարձնում եւ ավելի նմանեցրել են բարբի այդ լանջաբացվածքին եւ ուսային հատվածին, դրա համար գալիս է անունը այդտեղից, հա, բարբի բոտոքս։ Մի կարևոր հստակեցում ողնաշարից որևէ ներարկում չի արվում, չէ՞, պարզապես արդյունքը ողնաշարի ուղղվածությունն է լինում։ Միանշանակ այո, կատարվում է միայն մկաններում եւ ուզում եմ այստեղ հավելել, որ շատերը ռիսկային վերցնում են կետերը եւ ներարկում են, չլինելով, հա, տվյալ մասնագետը, բայց ինչպես գիտենք, մենք հավատարիմ ենք մեր սկզբունքին եւ մեզ համար շատ կարեւոր է նաեւ բուժառուի առողջությունը։ Նման պրոցեդուրաները մեր կլինիկայում կատարում է մեր նյարդաբանը։ Մենք շատ կարեւորում ենք, որ ամեն պրոցեդուրան պետք է կատարի իր մասնագետը եւ ես լինելով հիմնադիր տնօրենը, ունենալով 2 բարձրագույն կրթություն, ինքս ինձ թույլ չեմ տալիս մտնել այնպիսի մասնագիտական դաշտ, որը իմը չէ։ Ես հարգում եմ իմ գոլեգային եւ թույլ եմ տալիս, որպեսզի ինքը աշխատի տվյալ ոլորտում։ Եվ քանի որ ավելի տարածված է, որ էսթետիկ բժշկական կենտրոնները միայն զբաղվում են գեղեցկությամբ եւ երիտասարդությամբ, ես ուզում եմ հավելել, որ մեզ համար հատկապես շատ կարեւոր է առողջ լինելը, քանի որ էսթետիկ գեղեցկությունը առաջին հերթին սկսվում է առողջ օրգանիզմից։ Հետևաբար մենք ներառել ենք այնպիսի մասնագետների, ովքեր հենց զբաղվում են ներսի առողջությամբ, որն էլ արտացոլվում է իհարկե արտաքինով։ Ելենա, ստացվում է, որ մենք
մի ամբողջ մանկություն անցանք մեջքդ ուղիղ արտահայտությամբ եւ հիմա դա կարելի է շտկել ուղակի մի փոքր ներարկմամբ։ Այո, կարելի է։ Սա հիմնականում այնպիսի խնդիր է, որը մասնագիտությունից ելնելով կարելի է, ձեռք բերել։ Այն մասնագետները, ովքեր ունեն հարկադրական դիրք, IT ոլորտի մասնագետները, ովքեր անընդհատ նույն դիրքով նստած գլուխը կախ աշխատանք են իրականացնում։ Ինչու՞ չէ նաև մենք, ատամնաբուժերը, կան մասնագետներ, ովքեր չեն կարողանում գնալ երկարատև մերսումների, հա, որոշակի բուժումների, այդ ժամանակը չեն ունենում։ Դրա համար է շատ կարևոր նյարդաբանի ներգրավվածություն այս պրոցեդուրայի մեջ, որովհետև ինքը կարող է որոշել այդ պրոցեդուրան ավելի հարմար է տվյալ մասնագետին, թե ուղղակի պետք է կատարել օրինակ ֆիզիոթերապևտիկ կամ մերսումային լուծումներ։ Պրոցեդուրայի բուժառուները տարիքային սահմանափակում ունեն։ Տարիքային սահմանափակում չկա, գիտեք, քանի որ մեր օրենսդրությամբ 18 տարեկանից սկսած անձիկ կարող են դիմել տվյալ պրոցեդուրան կատարելուն, ապա եթե կա խնդիրը, կարող են ինչու հանգիստ դիմել, որովհետև այս խնդրով զբաղվում է բժիշկը։ Ուսագոտիների այս պրոցեդուրայի թիրախում միայն կանայք են, թե տղամարդիկ էլ կարող են իրականացնել բարբի բոտեքս կոչվածը։ Իհարկե կարող են դիմել նաև տղամարդիկ եւ այս պարագայում։ Բայց անունը կմոռանաք։ Այո, մենք կարող ենք ասել տրապտոքս։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Թամի, իսկ աղջիկը, որը ինչպես դու պատմեցիր, մերժում էր բոլոր տղաներին, սիրահարված էր այդ շրջանում։ Չէ։ Ես մինչև վերջի տարիները մտածել եմ, որ այդ զգացմունքը իմ համար չի։ Ինչու։ Չեմ սիրահարվել երբեք ու դրա պատճառով մտածում էի, չգիտեմ, այդ զգացմունքը երևի իմ ներսում գոյություն չունի։ Իսկ ինչ փոխվեց վերջին տարիներին։ Սիրահարվեցի, բայց այդքան էլ լավ ավարտ չունեցավ այդ սերը։ Ինչու։ Դե երբ սիրահարվում ես, շատ բաներ չես տեսնում։ Իրոք շատ հարցերում ինչ որ չափով կույր ես դառնում։ Բայց հետո, չգիտեմ, երևի Աստծո օգնությամբ աչքերս բացվեցին, շատ հարցերի այլ կերպ սկսեցի նայել ու հասկացա, որ այդ մարդը իմը չի։ Ճիշտն ասած, այս այն թեման է, որ արդեն հեսա կստացվի 2.5 տարի բոլորի մոտ փակեմ։ Ֆուլ փակել եմ, ամբողջությամբ փակել եմ ու թույլ չեմ տալիս ոչ ոք այդ թեմայով խոսի։ Ինձ համար ցավոտ է իրոք այն պահը, որ ես սիրահարվել եմ մի մարդու, ում հետ ես ապագա չունեի, ում հետ չէր ստացվելու, ում հետ ես նաև շատ դեպքերում իմ վախերի հետ էի առնչվելու։ Այնինչ ես մտածել եմ, որ եթե իմ կողքը մարդ լինի, ես իր կողքին պետքա ամենակոմֆորտ, ամենահանգիստ եւ ամենապաշտպանված զգամ։ Պաշտպանված եւ չպաշտպանված հենց բառացի այդ թեմայով չէ, այսինքն բահեր եկան, որ ես հասկացա, որ այդ մարդու կողքին ես ինձ պաշտպանված չեմ զգում։ Առաջին հերթին այդ մարդուց պիտի պաշտպանվեիր։ Ոչ թե իրենից պետքա պաշտպանվեի, բայց ես իր կողքին ինձ պաշտպանված չի զգում։ Ես իր կողմից չէի ստանում այն աջակցությունը, ինչը որ ես պատկերացնում էի պետքա ես կողակցից ստանամ։ Ես իմ աչքի առաջ ունեմ իմ ծնողներին, ովքեր շատ սիրով են, երբ իմ մոտ ասում են, սերը մի քանի տարվա թեմա է, տարիներ հետո մենակ մնում է հարգանքը, դա սուտ է։ Ես ամբողջ կյանքում տեսել եմ, թե իմ ծնողները ինչքան են իրար սիրում, միաժամանակ հարգում ու իրար շատ օգնում։ Ես այդ ամեն ինչը տվյալ մարդու կողքին չգտա։ Իմ համար դա խնդիր էր, որովհետև այն ինչ որ տարիներ շարունակ տեսել եմ, երազել եմ նաև ունենալ։ Քո սերը փոխադարձ չէր, թե փոխադարձեր պարզապես հայացքներն էին շատ տարբեր։ Փոխադարձ էր։ Ու երևի ցավալին է դա եղել իմ համար, որ փոխադարձ լինելով մեր հայացքները շատ տարբեր են եղել։ Այն աստիճան տարբեր, որ ես այդ ընթացքը հրաժարվել էի ամեն ինչից։ Հրաժարվել էի ինչ-որ չափով ինքնակամ, ինչ-որ չափով ստիպված, որովհետև իմ կողակիցը դա չէր ընդունում։ Եվ իմ էջերը, եւ իմ նկարահանումները, ամեն ինչ։ Վերջ դնել հեշտությամբ կարողացար, թե դա երկար եւ քամող process էր քեզ համար բաժանումների, միացման, էլի բաժանումների, էլի միացումների։ Ես այնպիսի մարդ եմ, որ եթե վերջ եմ դնում, դա իրոք վերջն է ու ուրիշ տարբերակ չի կարող լինել։
Եթե ես այդ մարդու հետ կապված ամեն ինչ մի կողմ եմ դնում, այդ մարդը իմ կյանքում տեղ չունի ու չի կարող ունենալ նույնիսկ տարիներ անց։ Այդ փուլը ինչպես հաղթահարեցիր։ Շատ դժվար։ Շատ դժվար։ Անկեղծ շատ ծանր եմ տարել։ Այդ փուլում ինչ որ չափով նկարահանումներ ունեի, չնայած որ շատ պրոյեկտներից հրաժարվել էի։ Ես այդ փուլում մեկ այլ հեռուստասերիալի առաջարկ եմ մերժել։ Հետո չեմ ափսոսացել իհարկե մերժման համար, բայց այդ փուլում ես ինձ ամբողջությամբ ուղղակի գործերի մեջ խրեցի։ Եվ մտքերս, եւ առօրյաս ուրիշ ոչինչով չի զբաղվում։ Միայն գործ ու սպորտ։ Ու այդ ինձ հասցրեց նրան, որ մոտավորապես կես տարի հետո ես իմ սալոնը բացեցի։ Գեղեցկության սրահը բացեցի կես տարի հետո այդ ամեն ինչից հետո ու դեռ շարունակում եմ այդ ամեն ինչի մեջ խորանալ, ընկալելով, որ իմ համար դեռևս առաջնայինը դա աշխատանքն է, կարիերան է։ Ստացվում է, որ քո հարաբերությունների անմիջապես ավարտից հետո սկսվեց Մարիա հեռուստասերիալը։ Հա, մոտ կես տարի հետո, 5 ամիս հետո։ Դու խոսում ես, որ աշխատանքը քեզ կարողացավ դուրս բերել այդ ամեն ինչից ու հիմա քո առաջնային նպատակը կարիերան է։ Կարիերան բերել առաջին պլան սա նաև հիասթափության եւ նոր հարաբերությունների պատրաստ չլինելու ինչ որ կետ է։ Կարծում եմ, հա։ Ես այս վերջերս եմ ընկալել եմ փաստը, որ ինձ ասում են, վայ, ինչի՞ չես ամուսնանում, ու ես շատ եմ հիմա հումոր անում հենց այդ թեմայով, որովհետև շատ թեթև եմ տանում են փաստը, որ հիմա դե կողակից չունեմ, ոչ թե չունեմ նրա համար, որ շատ հայավարի ասեմ, հավանողներ չունեմ, այլ նրա համար, որ ես ինձ ոչ մեկի կողքին չեմ կարողանում պատկերացնել։ Ընկալեցի այն փաստը, որ ես դեռ պատրաստ չեմ հարաբերություններին ու ինձ դեռևս կոմֆորտ է ժամանակս ու ինձ ֆիզիկապես եւ հոգեպես տրամադրեմ աշխատանքին։ Այդտեղ իմ համար ամեն ինչ պարզ է, այդտեղ իմ համար ամեն ինչ ավելի հետաքրքիր է, բան չունեմ ասելու։ Կարող է մի օր հայտնվի այն ասպետում համար ես այդ ամեն ինչը ինչ որ չափով կողքի կդնեմ եւ միաժամանակ իր հետ կյանք կկառուցեմ, բայց այս պահին մի տեսակ պատրաստել չեմ։ Քո մեջ լիարժեք բացես թողել նախկին հարաբերությունները։ Հա։ Հարաբերությունների ավարտը տարբեր մարդիկ տարբեր կերպ են տանում։ Կան աղջիկներ, որոնց թվում է, որ հաջորդիվ բոլոր հարաբերությունները պիտի նույնը լինեն, նույն խնդիրներին պիտի բախվեն եւ աղջիկներ, ովքեր տարանջատում են, որ սա այս մարդն է, այս մարդու պատմություններն են, այս մարդու տրավմաներն են, այս մարդու խնդիրներն են։ Դու կարողանում ես այդ տարանջատումը դնել, թե այն, որ 2.5 տարի հետո դեռ պահել ես այդ հիասթափությունը քո մեջ, քեզ թույլ չի տալիս բաց լինել։ Երկու տարբեր տարբերակներ դու օրինակ բերեցիր, ես երկուսն եմ։ Ես սկզբում եղել եմ առաջի տարբերակը։ Ես եղել եմ այն մարդը, ով մի քանի ամիս մտածել է, որ ինձ պետք չեն հարաբերություններ, որովհետև այդ տարբերակով են դրանք լինելու ու ես այդպես չեմ ուզում։ Հետո ընկալեցի, որ դա այդ մարդուց էր գալիս, որ իրոք այդ մարդու տրավմաներն են, այդ մարդու խնդիրներն են, իր պատմություններն են ու այդ ընդհանրապես չի անդրադառնում ուրիշ մարդկանց վրա։ Հիմա այդ փուլին անցել եմ, բայց այդ փուլին մի քիչ շուտ եմ անցել։ Մոտավորապես սկզբի ամիսներին էր, որ շատ ծանր էի տանում, այդ հարցում էլի օգնել են մերոնք, գլխավորապես քուրիկս։ Երբ իր հետ այդ ամեն ինչը մենք քննարկում էինք, ես մի օր բռնեցի ինձ այն մտքին, որ ես ընկալում էի, որ եթե ես տեսնում ինչ-որ մեկ ամուսնանում, ասում էի, վայ, լավ էլ ինչին է պետք իրան այդ կյանքը ծանր է, դժվար է, ինչին է պետք, հետո հասկանում էի, որ չէ, ինչի, այդ մարդը երջանիկ է։ Այդ մարդը ուրեմն իր կողակիցը այդքան ծանր մարդ չի։ Իր կողակից ուրեմն իրեն հասկանում է, իրեն աջակցում է, ընկալում է, փորձում է օգնի։ Թամի քո հարաբերություններում ի՞նչն էր, որ քեզ այդքան ճնշում էր։ Երբ մարդու անձնական տարածքը հատում են, դու էլ շնչելու տեղ չես ունենում։ Խնդիրն այն էր եղել, որ ես անձնական տարածք գրեթե չունեի այդ ընթացքում։ Ամբողջը լցված էր տվյալ մարդով։ Շատ վատահնչում, բայց այդպես էր։ Այսինքն իմ առօրյան ամբողջությամբ կախված էր իրենից։ Իմ առօրյան ամբողջությամբ իր հետ էր։
Այսինքն ես առանց իրա ոչ մի պլան չի կարող գծել։ Եթե նույնիսկ գծում էինք շատ սիրուն ձևով այնպես էր կազմակերպվում, որ ես իմ պլաներով չգնա, ես գնա իր մոտ։ Իր հետ ինչ որ տեղ առիթի չգիտեմ, տարբեր իրավիճակներ, բայց Դու նաև իրավունք չունեիր քո անհատական առօրյան ունենալու։ ունեի։ Գիտեք ոնց էր, այն որ ասում են ունես, բայց չկա։ Չէ, հիմա ծիծաղում եմ, բայց իրոք աբսուրդ էր այդ պահը։ Իսկ դու ինչ որ շրջան երջանիկ եղել ես այդ Շատ հարաբերությունների երջանիկ մեջ։ եմ եղել։ Մինչև որ ընկալեցի, որ ինչ որ չափով խեղդվում եմ։ Իրոք շատ երջանիկ եմ եղել։ Ես հիմա պատկերացնում եմ ու ընկալում եմ, թե ինչ տեսակ մարդ եմ ես իմ կողքին պատկերացնում, ոչ թե իդեալական մի կերպար։ Ինչ տեսակ մարդ եմ պատկերացնում իմ կողքին, ու այդ գալիս է հենց այդ հարաբերություններից։ Երբեմն այդ անձնական սահմանները խախտելը լինում է նաև մարդու ինքնական ցանկությամբ։ Այսինքն, տես դու նշում ես, որ եղել է շրջան, երբ որ դու շատ երջանիկ ես եղել այդ հարաբերությունների մեջ։ Արդյոք ինչ որ պահի դու ինքնական չես տրվել այդ առօրյաների ծուլմանը, քո անձնական սահմանները հատելուն, որից հետո մի օր հասկացար, որ քեզ դա նեղություն է պատճառում։ Հենց ինքս եմ թույլ տվել։ Կարծում եմ, դա առանց իմ թույլտվության չէր էլ կարող լինել, ուղղակի ես սկզբում դա չեմ ընկալել այդպես, որ կարող եմ մի օր ես դրանից խեղդվեմ։ Ես շատ կողմ էի սկզբում այդ ամեն ինչին։ Ինձ դուր էր գալիս, որ տվյալ անձը կարող է, չգիտեմ, 1 ժամ ազատ ունենար, այդ 1 ժամը կարող ու հասներ իմ մոտ իմ հետ սուրճ խմելու համար օրինակ։ Ինձ դուր էր գալիս այդ ամեն ինչը, որ տվյալ մարդը իր ամեն մի րոպեն ինձ է տրամադրում, բայց այդպես բացի րոպեն տրամադրելուց արդեն ինքն էր որոշումներ կայացնում, ինքն էր որոշում ինչ պրոյեկտից ես հրաժարվեմ, ինչից չէ, ու այսպես ինքը ավելի էր ծանրացնում։ Այսինքն պահ եկա, որ ուղղակի սկսեցի խեղդվել։ Ինքնուրույնություն ընդհանրապես չունեի։ Այսինքն ինձ մի հատ sense իլյուզիա էին ստեղծել, որ այդ ինքնուրույնությունը կա, բայց չկար։ Իրոք չկար։ Ես սովորություն չունեմ հարցնելու, այսինքն սկզբում ուղղակի ժամանակի հարցն է եղել, երբ առօրյայի մեջ այդ մարդը շատ է եղել, երբ թեման գնացել է արդեն որոշումներ կայացնելու, այդտեղից սկսել են մեր կռիվները։ Այդտեղից մեր վեճերն են սկսել, ու արդեն վեճեր էին այն հարցով, որ ես մեկ այլ կարծիք ունեի, ինքը այլ կարծիք ուներ։ Հենց սկզբից ես ասեցի, մեր աշխարհայացքները շատ տարբեր էր։ Ու այդտեղից, երբ սկսվեցին որոշումներ կայացվել իմ փոխարեն, խնդիրները սկսեցին հենց այդ կետից։ Եթե ձեր երեխաների այցելությունը ատամնաբույժի ամեն անգամ ստրես է դառնում թե ձեր, թե երեխաների համար, ապա դուք ձեզ համար դեռ չեք բացահայտել Implantum Kids-ը։ Թե ինչու եմ այսպես ասում, հիմա կբացահայտենք Implantum-ի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանի հետ։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Ամելա։ Implantum Kids-ը մեծ հնարավորություն է երեխաներին առանց ստրեսի ատամնաբույժի տանելու համար։ Ինչ կոնցեպտ եք մշակել։ Ընդհանուր առմամբ Implantum Kids-ը դա իմ երևի սիրած պրոյեկտն է, որ մենք արեցինք մեր մանուկների համար, բալիկների համար, որպեսզի իրենք կոմֆորտ զգան ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման ժամանակ։ Մենք ունենք մանկական սեդացիա, երբ կարողանում ենք երեխաներին մի փոքր թմրեցնելով, գազի օգնությամբ ավելի հեշտ աշխատանք ապահովենք, որը որ հնարավորություն է տալիս կոմֆորտ պայմաններում երեխաների ատամները բուժել առանց ցավեցնելու։ Իմ պլաններում կա հետագայում Implantum Kids-ը զարգացնել որպես առանձին մեծ կլինիկա, որը որ պետքա լինի ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ իմ սիրած պրոյեկտը, որ ուզում եմ իրականացնեմ Հայաստանի բալիկների համար։ Այս լինելու է նվեր մեր բալիկներին, որ իրենք կարողանան մաքսիմալ լավ մանկական ստոմատոլոգիական ծառայություն ստանալ, ունենան համաշխարհային մակարդակի մանկական ստոմատոլոգիա, որովհետև երևի թե եթե ստոմատոլոգիան մեր երկրում ընդհանուր առմամբ լավ մակարդակի վրա է, հին սովետական շունչը կար մանկական ստոմատոլոգիայում, ու երբ որ ես տարբեր երկրներում տեսնում էի մանկական ստոմատոլոգիական կլինիկաներ, որտեղ որ երեխեքի համար ինչքան կոմֆորտ պայմաններ են ստեղծված, ինչքան հետաքրքիր է անցնում իրենց այցերը, ու ինչքան մեծ ուշադրություն է դարձվում, հենց փոքր տարիքից հենց երեխաների ատամների ծկտման փուլից դրան, ատամների բուժմանը եւ երեխեքի ադապտացիայի փուլին, որպեսզի այդ վախերը չլինեն, ստոմատոլոգի, այդ ցանկությունը հենց առաջացավ իմ մոտ, ու մենք
Փառք Աստծո արդեն մի տարի է ունենք այդ կլինիկան, որը որ հաջող գործում է։ Հայաստանի Հանրապետությունում մենք չունենք նման ստոմատոլոգիա, որտեղ որ երեխաները իրանց կզգային այդ միջավայրում, որը որ մենք ենք ստեղծում եւ մեր իմպլանտում կիցի աշխատակիցներն են ստեղծում, իսկականից բժշկուհիները, ովքեր որ աշխատում են, իրանք շատ հետաքրքիր մոտեցում ունեն երեխաների հետ, այսինքն իրենք բժիշկը, ասիստենտը կարող է երկար ժամանակ երեխայի հետ մինչև երեխայի պրոցեդուրան իրականացնելը, խաղացնել, խաղերի ձևով ներկայացնել պրոցեդուրան, ինչա իրականացվելու, որպես առանձին ընդունելություն, ադապտացիոն ընդունելություն է դա կոչվում, եւ նոր մյուս այցի ժամանակ իրականացնել բուն պրոցեդուրան, երբ որ երեխան արդեն ունի այդ վստահությունը եւ կապը մասնագետի հետ։ Ադապտացիոն փուլի ժամանակ, ստոմատոլոգիական գործիքների հետ ծանոթացման ժամանակ կարող են տարբեր տեսակի կենդանիների անունների հետ համատեղել եւ նմանեցնելով այդպես ներկայացնել եւ ծանոթացնել կամ հեքիաթի հերոսների հետ։ Պրոցեդուրայի ժամանակ երեխաները հնարավորություն ունեն էկրանով մուլտսերիալ դիտել, աշխատանքի ընթացքում հնարավորություն կա, որ իրանք ինչ որ չափով կտրվեն խաղով, հետո նորից շարունակեն, նմանատիպ հետաքրքիր ձևով է իրականացվում մեր ընդունելությունը իմպլանտում կիցում։ Ստացվում է, որ բժիշկները իմպլանտում կիցում չեն շտապում։ Իմպլանտում կիցում բժիշկները չեն շտապում ու բացի այդ իրանք երեխաների հետ բարեկամի նման են։ Այստեղ ունեք նաև մանկական սեդացիա։ Ինչ է դա իրենից ներկայացնում ու արդյոք ամեն դեպքում երեխայի առողջությանը կարող է վնասել, թե ոչ, որովհետև մեզանում ընդունված է, չէ՞, որ անզգայացումը առողջությանը վնասում է։ Մանկական սեդացիան այսպիսի վտանգներ ունի, թե ոչ։ Մանկական սեդացիան ամբողջ աշխարհում օգտագործվող պրոցեդուրա է եւ եթե մասնագետը կոմպետենտ է եւ գիտի թե ինչպես իրականացնել պրոցեդուրան, ընդհանրապես անվտանգ է։ Չնայած որ անկախ ամեն ինչից պրոցեդուրայի ընթացքում երեխայի բոլոր կենսական կարևոր ցուցանիշները լինում են հսկողության տակ մասնագետի կողմից։ Մանկական կահավորումը որպես խաղասենյակ Կոմիտասի մասնաճյուղում է արված, բայց եթե չեմ սխալվում, մանկական սպասարկում իրականացնում եք նաև Արշակունյացի մասնաճյուղում։ Քանի որ Կոմիտասի մասնաճյուղը վերջերս է բացվել ու ինքը հենց մանկական ընդունելությունը իրականացնելու համար նախատեսված առանձին տարածք ունի, այնտեղ մի քիչ ավելի մանկականը առանձնացված է ու ավելի հետաքրքիր խաղասենյակ ունենք, բայց մանկական ընդունելություն իրականացնում ենք նաև Արշակունյաց 46 հասցեում ու նորից մեր նույն մասնագետները եւ այնտեղ եւ այստեղ աշխատում են։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Դավիթ Մաթևոսյանի Instagram-յան Age-ն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Հետևեք։ Այս դեպքում ծնողները տելի օգնում էին քեզ հասկանալու, որ հնարավոր է մի տեղում ես, որտեղ քեզ չես գտնելու։ Այդ ընթացքում, որ ասեմ, մերոնց հետ շատ եմ կիսվել, սուտ կլինի, որովհետև կարծում էի դա ավելի անձնական է, իսկ անձնականը պետք չի քննարկման ենթակա դարձնել։ Համենայն դեպս նույնիսկ երբ ես մերոնց տեղեկացրեցի որոշման մասին, իրենք ինձ հարցեր չտվեցին։ Այդ փուլերում հայրիկի հետ որպես հենց հակառակ սեռի ներկայացուցիչ խոսելու, խորհուրդներ լսելու կարիք ունեիր։ Եղել են թեմաներ ու քննարկման թեման հենց հիմնականը թեկուզ իմ աշխատանքն է եղել ու երբ ես իրեն մի հատված կռվից պատմեցի, մեր վեճերից մի հատված պապային պատմեցի, ինքը ինձ ասաց, բայց ինքը գիտեր, որ դու այդ ամեն ինչի մեջ ես, ի՞նչն է խնդիրը։ Ու ես էլ իմ կռիվն էլ էր ամբողջությամբ այդ։ Երբ սկզբում ասում են, հա, ես ընդունում եմ, հա, ես նորմալ եմ այդ ամեն ինչին նայում, հետո ասում են, չէ, ես չպետք է լինի, ես չպետք է լինի, չպետք է լինի, ու դու ասում ես, ինչու պետք է չլինի կամ ինչի պետք է որոշես, դա կարելի է քննարկման թեմա դարձնել, որ միասին նստեք, քննարկեք, հասկանաք, արդյոք դա պետք է առօրյայից անել, թե ոչ։ Երբ իմ առաջ սահմաններ են դնում, ես այլ մարդ եմ դառնում, անկեղծ։ Երկու թեմայով եմ ես շատ վատ մարդ դառնում, երբ ինչ որ մեկը սուտ է խոսում կամ ինչ որ մեկը իմ առաջ սահմաններ է դնում։ Երկու դեպքում ես դառնում եմ, գիտեք ինչ որ չափով իմ ասածի տեր շատ կտրուկ մարդ։ Այդ ժամանակ ինձ հետ համոզելը շատ դժվար է։ Ես ընդունում եմ, որ
միանշանակ երկու կողմից է գալիս խնդիրը, մանավանդ զույգերի մեջ երկու կողմն էլ սխալներ են ունենում։ Միանշանակ չի լինում, որ մի կողմը սխալ լինի, մյուս կողմը ճիշտ լինի, ուղղակի եթե դու չես հասկանում տվյալ մարդուն, ավելի ճիշտ դուք իրար չեք հասկանում, ու այդ ձեզ օրինակ ինչ որ լավ կետի չի տանում, այսինքն ձեր մոտ անverջ սկսում են կռիվներ, ուղղակի հասկացա, որ ինձ այդ առօրյան անհրաժեշտ չի, ինչքան էլ որ ես զգացմունք ունեմ։ Այսինքն դու հեռացել ես սիրելով։ Հա։ Ես զգացմունք ունենալով հրաժարվել եմ այն մարդուց, ով որ իմ առօրյան դարձրել էր շատ ծանր։ Ես համասանական այն տարիների առաջի տարվա պատմություններից հետո դեպրեսիա ասված չեմ ունեցել։ Այսինքն ես ինձ կարողանում եի թեթևացնել, բայց երբ իմ կյանքում հայտնվում է ծանր մարդ ու սկսում է ծանրացնել այն, ես ուղղակի այդ մարդուն իմ կյանքից հանում եմ։ Ընդունում եմ, զգացմունք եմ ունեցել, բայց ես ապագային նայելով հասկացա, որ եթե ես իր հետ իմ ապագան կառուցեմ, այն ավելի է ծանրանալու։ Իսկ ինձ պետք չէր այդպես։ Դրանից հետո բոլորին արգելել խոսել այդ թեմայով, պայմանավորված էր այն հանգամանքով, որ դու անդադ չհիշես եւ չվերապրես այդ էմոցիաները։ Հա, մեծամասամբ հա։ Երբ ժամանակ անցավ ու ես այդ ամենը բաց թողեցի, արդեն սկսեցի ես խոսել։ Ես օրինակներ էի բերում։ Հա, ու սենց մի անգամ papan ուշադիր լսեց, սենց զարմացա, որ ես եմ խոսում։ Օրինակ եմ բերում ինչ որ թեմայով, ասում եմ, տվյալ մարդը սենց բան էր ասում, սենց papan նայեց դեմքիս։ Ոնց որ դու էիր որոշել, որ չպիտի խոսես, ես ոնց հիշեցիր։ Ասի նորմալ է։ Ոնց առաջ։ Այդտեղից էլ նաև հասկացա, որ ես բաց եմ թողել։ Որովհետև այլևս ծանր չէր իմ համար իր մասին խոսելը։ Կամ իր հետ կապված ինչ-որ թեմա քննարկելը։ Երկար ժամանակ էիք միասին։ Չգիտեմ ինչպես ասեմ։ Իմ համար ինքը շատ երկար է թվացել, որովհետև ամիսներ են եղել։ Տարիներ չեն եղել, ամիսներ են եղել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ դուք հանդիպել եք ամեն օր, դա ավելին է, քան մարդկանց շփված տարիները։ Թամի, դու անընդհատ խոսում ես հայրիկի հետ հարաբերությունների մասին, բայց այստեղ կարծես ստվերում է մնում մայրիկի հետ հարաբերությունները։ Իսկ ինչպիսին էին մայրիկի հետ հարաբերությունները։ Գիտեք ինչ է մայրիկի հետ հարաբերությունները մի քիչ ստվերում մնում, որովհետև ես սովոր եմ, որ իմ մաման ամեն հարցում իմ կողքին է։ Իմ համար անսովոր է, որ իմ papan կարա շատ հարցերում իմ կողքին լինի, ու երբ papas իմ կողքին է, ես ինձ ուզում եմ մատնանշեմ այդ փաստը։ Մամաս ամեն հարցում է իմ կողքին, ամեն հարցում։ Նույնիսկ եթե ես սխալ լինեմ, ինքը իմ կողքին է, ինքը ինձ կբացատրի, ինքը իմ կողքին մինչև վերջ կանգնած կմնա։ Իսկ papaինը մի քիչ սենց անսովոր է։ Մայրիկի հետ էլ որոշակի տարիքում ձևավորեցիք այդ հարաբերությունները, թե դու քեզ ինչ հիշում ես, այդպես է եղել։ Չէ, մամայի հետ էլ նույն շրջանում եղել, ինչ որ papai հետ։ Ավելի ճիշտ սենց ասեմ։ Մենք այն ժամանակ ապրում էինք տատիկ պապիկիս հետ ու այն հին մտածելակերպը տենց էր։ Ծնողներն առանձին ուրիշ տեսակ են, երեխաները ուրիշ տեսակ են, իրանք ընկերներ լինել չեն կարող։ Այդ մտածելակերպն է եղել մեր տանը։ Բայց հետո երբ քույրիկս ընդունվեց համալսարան, դե լինի թե չլինի այնտեղ էլ թեմաներ են լինում, ինքը գալիս էր կիսվում էր, իսկ ինքը շփվող ա եղել մերոնց հետ։ Մամայի հետ, հետո սկսեց papai հետ էլ կիսվել, հետո ես այդ ամեն ինչ տեսա, որ կարելի է կիսվել, ես էլ 1-2 սկսեցի կիսվել, մենք դառանք ընկերներ։ Իրոք դարձանք ընկերներ։ Ու այդ ուղղակի սենց փոխադարձ է եղել, այսինքն երկու կողմերից այդ քայլը եղել, որ բանը դրան է հասել։ Քույրիկը որքանով է քեզ համար օրինակ։ Քույրիկս իմ համար միշտ եղել այն մարդը, ում փորձել եմ նմանվել ամեն հարցում։ Շատ խելացի է ինքը, շատ սովորող է եղել միշտ։ Ինքը իմ համար ավելի խելացի, ավելի սիրուն է, ավելի լավն է, ավելի, չգիտեմ, ամեն ինչով ինքը շատ լավն է իմ համար։ Ոնց որ իդեալ լինի իմ համար։ Ու ես միշտ ցկտել եմ իրան նմանվեմ։ Երբ փոքր էինք, այդքան շփում չունեինք իրար հետ, միշտ կռվում էինք, բայց մեկա, նույնիսկ այդ ժամանակ ինքը իմ համար ամենալավն է եղել։ Բայց երբ ամուսնացավ, մենք դարձանք շատ մոտ, շատ հարազատ մարդիկ։ Ինչ փոխվեց։ Չգիտեմ, երևի իրար հետ էլ սենյակ չէինք կիսում։ Չգիտեմ։ Երևի այդ ժամանակ կորցրեցի, նոր գնահատեցի։
սկսեցի այդ ժամանակ քույրիկիս գնահատել։ Բայց հիմա նույնիսկ եթե այստեղից դուրս գամ, առաջին իրան եմ զանգելու։ Այդպեսին է դարել ինքիմ համար։ Իմ առօրյայի մի մասնիկն է դարձել ինքը։ Նշում ես, որ քույրիկի հետ ժամանակին այդ կռիվները շատ էին։ Օրինակ այդտեղ էլ չէր կարողանում դնել քո սահմանները, թե այդտեղ լավ էլ անվախեր եւ դնում էիր քո սահմանները։ Ես քույրիկի հետ միշտ այդ առումով անվախ եմ եղել, բայց կապ չունի։ Մենք երկուսս էլ շատ տարբեր աշխարհայացքներ ունենք, շատ տարբեր։ Ես ավելի արվեստի մարդ եմ, ինքը ավելի ամեն ինչին ավելի ծանր էինք նայում, բայց ոչ թե ծանրացրած, այլ շատ կշռով է նայում։ Այսինքն ինքը մի բան անելուց առաջ ավելի ճիշտ։ Ավելի խորն է նայում, հա։ Քույրիկը ավելի խորն է ամեն հարցի նայում, քան ես, երբ ես ինչ-որ հարցի շուրջ քննարկումներ պետք է ունենամ թեկուզ ինքս իմ մեջ, առաջին իրան եմ զանգում, որ ինքը ինձ ավելի լավ բացատրի, որովհետև լինում է նույնիսկ ժամանակ, որ ես կարող ասենց նստեմ, ժամերով մտածեմ, հասկանամ, որ ես ինքս ինձ չեմ հասկանում, զանգում եմ քույրիկին, իրավիճակը բացատրում, ինքը ինձ բացատրում։ Դու տանում ունեիր կերպար գրեթե քեզ հասակակից, որը քեզ համար իդեալ էր։ Արդյոք իր իդեալ լինելու ֆոնին էր դու քեզ ավելի թերարժևորում։ Կարող է։ Ինքը շատ սիրուն sense գծած քիթիկ ունի, շատ սիրուն, ու ես միշտ նայում ասում եմ, ինչի ես այս քիթիկից չունեմ։ Ու ես հիմա որ հետ եմ նայում, ընկալում եմ, որ հայտ էլ է պատճառ եղել, որ ես քուրիկիս ընկալել եմ որպես իդեալական կերպար, ու ես իրա նման, քանի որ չեմ եղել, մենք իրոք շատ տարբեր ենք, արտակնապես էլ։ Երևի դրա համար մտածել եմ, որ ես լավը չի։ Ծնողներից այդ տարբերությունը զգում էիր երեխաների միջև։ Երբեք։ Դու ես քեզ համար հորինել այդ Հա, իդեալականի եւ ոչ իդեալականի։ ես եմ հորինել ու երբեք տարբերություն ծնողներիցս հետ չեմ զգացել։ Ընդհանրապես չեմ զգացել։ Ավելին ասեմ, ինձ ծնողներս մանկուց շատ սիրել են, շատ են սիրել։ Ավելի շատ ես ընկալում եմ սենց, որ ինձ ավելի շատ են սիրել, քան մնացածին, որովհետև ես այդ սերը իմ հանդեպ շատ յուրահատուկ կերպով եմ զգացել։ Հիմա որ նայում եմ, հասկանում եմ, որ իրենք երեքից յուրովի են սիրել։ Ես առանձնացրել եմ, բայց ընկալում եմ, որ այդ ժամանակ փոքր եմ եղել, դա չեմ հասկացել։ Ինձ թվացել է, որ ինձ առանձնահատուկ են սիրում, ես ավելի չգիտեմ։ Ես շատ տարօրինակ մտածելակերպ եմ ունեցել։ Ես միաժամանակ մտածել եմ, որ ինձ շատ են սիրում, ես շատ լավն եմ, միաժամանակ մտածել եմ, որ ես իրանցն եմ, դրա համար իրանք չեն տեսնում այն ինչը, որ ես եմ տեսնում, ինչից որ ես կոմպլեքսավորվում եմ։ Այսինքն դու տանից դուրս քեզ չես ընկալել։ Ինչ որ չափով, հա։ Իսկ եղբորդ հետ հարաբերությունները ինչպիսին են։ Եղբորս հետ հարաբերությունները, չգիտեմ, մենք որ ասեմ մոտ ենք կամ մոտ չենք, սուտ կլինի։ Մենք իրար հետ շատ լավ ենք այն առումով, որ երբ ինձ օրինակ դրսում մոտեցել են կամ ինչ-որ խնդիր ա եղել, ես միշտ ապերին եմ ասել, բայց ապերը մի քիչ իմ համար ինչքան է փոքր է ինձից եղել։ Որպես տղա ես նույն ռիսկը չեմ ունեցել քայլանեմ ոնց պապայի հանդեպ եմ արել, նույն քայլանեմ ապերի հանդեպ։ Տարիներ առաջ, մոտ 1.5 տարի առաջ, աղբերս հենց այդ թեման բարձրացրեց, ասես դու ինձ ոչ մի հարցով չես դիմում, դու ինձ չես պատմում, որ ինչ-որ խնդիր ունես կամ սենց կամ նենց, ասում թե դու պուճուր ես, հետո ընկալեցի, որ ինքը կարող է տարիքային ինձից փոքր է, բայց արդեն հասուն մարդ է, շատ հարցերով հասուն մարդ է, ու այդ ժամանակ երևի տարի-տարուկես կլինի, որ ապերի հետ սկսել եմ ավելի մոտ շփում պահել։ Չգիտեմ, ես միաժամանակ շատ սենց էներգիա ավելի շփվող մարդ եմ, բայց ամեն մեկի հետ չեմ կարողանում շփվել ես։ Ես օրինակ աշխատանքի բերումով շատ մարդկանց հետ եմ աշխատում, ես ունեմ սահման։ Ես շատ լավ եմ բոլորի հետ, շատ ջերմ եմ բոլորի հետ, բայց այդ սահմանը չեմ անցնում։ Ու չեմ էլ թույլ տալիս, որ ինչ-որ մեկը այդ սահմանը անցնի։ Հիմա հստակ կարողանում ես գծել քո սահմանները։ Ես չեմ սիրում մարդկանց ծանրացնել իմ խնդիրներով։ Մարդկանց հետ կիսվել այն ամենով, ինչը ինձ ծանրացնում է։ Այդ ամենը ես կանեմ իմ ծնողների հետ, քույրիկիս հետ։ Չես սիրում ծանրացնել խնդիրներով, թե նաև մտավախություն կա քո թույլ կողմերով մարդկանց մոտ չբացվելու։ Այդ տարբերակն էլ կա, բայց ոչ իմ ընկերական շրջապատի մեջ։
Այսինքն իմ մոտ ընկերները այս պահի դրությամբ մանավանդ հենց այդ տարիներից սկսած մարդիկ են, մինչ առաջի կուրսում մեկ ընկերուհի ունեի, իրենից առաջ էլ ինչ ընկերուհի եղել էր իրենց հետ շփում չունեմ։ Իրենք ինչ որ չափով ավելի ծանրացնելու սովորություն ունեին, երևի իրենց պատճառով էր, որ այդ բնավորության գիծը առաջացել էր իմ մոտ, որ նույնիսկ իրենց հետ չէի կիսվում։ Բայց հիմա իմ բոլոր խնդիրների հետ կապված ամեն ինչ գիտեն քույրիկս, պապաս ու մամաս։ Ու ամեն հարց քննարկվում է իրանց հետ, եթե ես քննարկման կարիք ունեմ։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Հիմա ինչ երազանքներ ունես։ Էլ երազանքներ չունեմ, նպատակներ են իմ մոտ դարձել բոլորը, այսինքն այնպիսի նպատակ չունեմ, որը իրականացման ենթակա չի։ Նպատակներս գաղտնի եմ պահում, ասենց ինչ որ չափով երազանքի պես են վերաբերում, որ ոչ ոք չիմանա, որ կատարվեն, որ լինեն, որ ես այդ ամեն ինչին հասնեմ։ Նպատակները դերասանական ոլորտում են նաև, թե այս ոլորտից դուրս են։ Չէ, նաև։ Քո ճանապարհը այստեղ ես։ Ես ինձ այստեղ եմ տեսնում։ Նախագծերում նկարահանվելու որոշակի տաբուներ ունես։ Կան ես օրինակ չեմ նկարվում համբուրի տեսարաններ ու չգիտեմ, մի քիչ ծանր եմ նայում այդ թեմային։ Ինձ թվում է, որ դա սխալ է, բայց չեմ կարողանում դեռ դա հաղթահարել։ Մասնագիտական տեսանկյունից դա յուրաքանչյուր դերասան մի մոտեցմամբ է մեկնաբանում, կան մարդիկ, ովքեր համարում են, որ դա պրոֆեսիոնալ չէ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ պրոֆեսիոնալ դերասան լինելով էլ կարող ես հրաժարվել նման տեսարաններից։ Դու ինքդ մտածում ես, որ մոտեցումդ պիտի փորձես ժամանակի հետ փոխել, թե սա մի մոտեցում է, որը ունես եւ չես էլ ուզում փոխել։ Ունեմ, չեմ ուզում փոխել, բայց քանի որ այս աշխարհում մենք չգիտենք ինչ կարող է լինել, հասկանում եմ, որ կարող է եւ մի օր գա եւ այդ միտքը փոխվի։ Այսինքն շատ կատեգորիկ չեմ նայում այդ հարցը։ Նայում եմ, իրոք նայում եմ։ Այս բայդրությամբ ես շատ կատեգորիկ եմ նայում, բայց ընկալում եմ, որ ես չգիտեմ, մի քանի ժամանակ հետո, մի քանի տարի անց ես այդ հարցին ոնց կնայեմ։ Այս հարցում քո մոտեցումը ձևավորված է նաև խիստ հայրիկի ազդեցությամբ։ Հա։ Այո։ Միանշանակ այո։ Իրար հետ խոսել եք այս մասին։ Երբ պրոյեկտները նոր էին սկսել, այսինքն օրինակ, չգիտեմ, խապկանքներ, սերը թակարդում էր, այդ ժամանակ papan ամեն վիդեոպրոբայից առաջ ինձ զգուշացնում էր, կզգուշացնես, որ այս ամեն ինչը չի լինելու, ասեմ, հա, papan, պայման կասեմ, չէ, այտենց չեմ նկարվի, ու դա էլի մեջ մտավ։ Այսինքն ես ընդունում եմ, որ papan ներկայացրեց, որ ինքը դեմ է, ու իրականում ես նույնիսկ չէի մտածել այդ ուղղությամբ։ Papan ներկայացեց, որ ինքը դեմ է, ես ընկալեցի, որ հա, բա նորմալ է, որ դեմ է, ու այդպես իմ մեջ նստվածք թողեց դա։ Նկարահանման հրապարակում երբեմն տարակարծություններ են ձևավորվում, որոնք ազդում են նաև հարաբերությունների վրա։ Հա, այսինքն օրինակ, երբ մի սերնդակից աղջիկներից մեկը համաձայնում է նկարահանվել նման տեսարաններում, մյուսը չի համաձայնում, միշտ ինչ որ թեթև խայթոցներ իրար ուղղությամբ լինում են։ Իրականում դու այդ խայթոցները զգացել ես։ Բացի դրանից նաև նմանատիպ այլ թեմաներ են լինում։ Այսինքն ոչ միայն այն, որ համբույր տեսարան, օй, այդ չի նկարվում, այլ նաև այն, որ թամը չունի թատերական կրթություն։ Այսինքն օրինակ դա էլ է թեմա դարձել։ Այսինքն թեմա չէ, բայց թեթև կծոցներ միշտ եղել են։ Իմ թեկուզ պարտներներից զգում եմ այդ պահը, որ թեթև ակնարկներ են լինում այն պահով, որ ես կրթություն չունեմ, բայց ընդունում եմ թատերականը պետք է ավարտեն այն մարդիկ, ովքեր տվյալ բնակավարում ցանկանում են ինչ-որ բարձունքների հասնել, բայց նաև ընկալում եմ, որ այս այն բնակավարն է, որտեղ նաև մարդու իծն է
տրված շնորհքն էլ է եղանակ փոխում։ Ես չեմ ասում, որ ես իծնե այն տեսակ շնորհք ունեմ, որով ես կարող եմ, չգիտեմ, այնպիսի բարձունքների հասնել, չէ։ Ես գնացել եմ, սովորել եմ մի քանի ամիս անհատական Դավիթ Հակոբյանի մոտ ու այդ շատ բան է փոխել իմ կյանքում։ Ես դերասանի վարպետություն եմ սովորել, բեմական խոսք եմ սովորել իր մոտ, պարապել եմ ու հաստատ ժամանակ գտնեմ շարունակելու եմ, ավելին ասեմ, տվյալ սերիալը ավարտվելուց հետո ես մեծ ցանկություն ունեմ թատերական ընդունվելու կինոռեժիսուրայի բաժինը։ Ոչ թե նրա համար, որ սկիզբը խոսակցության սկսեց նրա համար, որ կողքից կծող թեմաներ կան, չէ, որովհետև ինձ շատ է դուր եկել այս ամեն ինչը, իրոք շատ է դուր եկել ու ին վիդեոներ նկարելը ինձ ավելի ուղղորդել են նրան, որ ես ուղղությունս թեքեմ դեպի կինոռեժիսուրա։ Հայտնիությունը ինչ տվեց քեզ, Թամի։ Ճիշտն ասած, Էտապ առ էտապ որ գամ, կարամ ասեմ, առաջին հերթին ինքնավստահություն, երկրորդ հերթին ստիպեց, որ ես ինքս ինձ սիրեմ, իրոք սիրեմ, ու նաև հայտնությունը իմ օրը լցրեց շատ բարի մարդկանցով, ովքեր դրսում ինձ հանդիպում են ու այնքան ջերմ բաներ են ասում, այնքան լավ բաներ են ասում, որ չգիտեմ, եթե հանկարծ մի օր անտրամադիր ես դուրս կամ փողոց, հաստատ նույն տրամադրությամբ հետ չեմ կատում։ Դրսում որ ճանաչում են, տենց մարդ չկա, որ մի երկու լավ խոսք չասի, ջերմ բաներ չասի ինձ։ Ու իրոք այդ գալիս է նաև նրանից, թե սցենարապես ինձ ինչ են գրել, եթե վատ կերպար լինեի, հաստատ վատ բաներ էլ կասեին, բայց նույնիսկ վատը գրելու դեպքում կընկալեի այն փաստը, որ ես կարողացել եմ արդարացնել այն փաստը, որ ես կարողացել եմ վատ կերպար խաղալ եւ իրոք հավատացնել մարդկանց, որ ես վատն եմ, բայց տվյալ դեպքում, որ 2, 3, 4 կերպար ես խաղացել եմ բարի ու մարդիկ այդ գնահատում են, մարդիկ շատ ջերմ են այդ ամեն ինչին վերաբերում, չգիտեմ, իմ օրը ջերմությամբ են լցնում։ Դու այս ընթացքում նաև ավելի պակասացրեցիր քո տեսանյութեր նկարելը TikTok-ի համար, Instagram-ի համար, համենայն դեպս այդ հարթակում շատ ավելի пассив դարձար։ Սա քո ընտրությունն էր, թե դրան դեռ նպատակ ունես վերադառնալ։ Եթե ժամանակ եմ ունենում, նպատակ ունեմ վերադառնալու, որովհետև երբ ժամանակ եմ ունենում, ես փորձում եմ դրան ժամանակ տրամադրել։ Բայց այս պայծրությամբ հաշվի առնելով այն պրոյեկտները, որտեղ որ ես կամ հաշվի առնելով թեկուզ իմ սրահը, որով որ ես էլի զբաղվում եմ թամսը, իմ ժամանակը ուղղակի չի ներում։ Իրոք ժամանակս չի ներում։ Ես հիմա ունեմ սցենարներ գրված, որոնցով որ ես պետքա վիդեոներ նկարեմ, բայց ես ժամանակ չունեմ այդ տետրը նույնիսկ բացելու։ Ուզում եմ հասկանալ, դա քո առաջնային հետաքրքրությունների մեջ է շարունակում մնալ, թե դա պարզապես ազատ ժամանակվա զբաղմունք է։ Երկուսն էլ, որովհետև դեռ միտք ունեմ, որ այդ ամեն ինչը պետքա շարունակեմ, բայց դեռևս այն միայն ազատ ժամանակի զբաղմունք է։ Թամի, շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Նմանապես, ես էլ քեզ եմ շատ շնորհակալ։ Դե ինչ, հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի Մալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։